Մարզկենտրոնից հետո հաջորդ համայնքը, որտեղ գրեթե նույն թափով քաղաքը վերափոխվում է, Գորիսն է։ Արուշ Արուշանյանի խոսքով այստեղ 2025-ին 1.5 միլիարդի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել եւ առաջին անգամ անկախությունից հետո մասնավոր հատվածի ներդրմամբ կարմիր կտուրներով քաղաքում եկամտահարկի վերադարձով բազմաբնակարան 2 շենք կկառուցվի։ Սկզբունքն է Գորիսի կենտրոնում, թեև դա բիզնես տեսակետից գուցե շահավետ չի, բայց ներդրողին տվել են 3 հարկի թույլատրություն, որպեսզի քաղաքի կոլորիտը պահպանվի եւ ճարտարապետական տեսքը նույնպես պետք է պահպանվել է եւ այդ ամեն ինչը թե կարմիր տանիք, թե Գորիսյան բարքաշներ, մի խոսքով բոլոր սկզբունքները պայել է։ Իսկ երկրորդ տարբերակը քաղաքի կենտրոնից շատ հեռու է, որտեղ բազմաբնակարան շենքեր գոյություն են այդ տարածքում եւ այնտեղ 7 հարկի թույլատրություն ենք տվել։ Այս բան նախագծման մեջ է, բայց դեռ թույլատություն չենք տվել, բայց մոտորորես կտանք արդեն։ Գորիսում իրականացվող ցանկացած ծրագիր Արամայիս պապի ուշադրությունից չի վրիպում։ Հետևում է, կարծիք հայտնում, քաղաքի մաքրությունն էլ իր ցավոտ հարցերից համարում։ Գորիսը իմ հայրենիքն է, աշխարհում ամենաշատը սիրում եմ Գորիսը։ Այդտեղ էլ որ գնում եմ, ասում ես պետք է հետա, ասում Մարտինան է վազգում հյուրանոցում եկել իր տանը։ Ես սպեցիալի այս արկղը դրել եմ, որ իմ տանը օգտագործել եմ, բոլորն են ինձ նայել են, օրինակ են վերցել ու ամենքը դրել են, որ ես երբեք չեմ բռնի լցնեմ կողքը։ Ու ես դա բոլորին են ագիտացիա եմ անում, ասում եթե տեղ չկա, տարեք եք կենտրոնականը գցեցեք։ Գորիսի ակներ բնակավայրում եւս վերջին տարիներին մի շարք տեսանելի ծրագրեր են իրականացվել։ Համայնքի ղեկավարը հատկապես ընդգծում է ճանապարհաշինությունը։ Գյուղը նախկինում չուներ ճանապարհ եւ Վերիշեն գյուղով են մեր ակների բնակիչները հասնում գյուղ։ Զորոյից կառուցվել է նոր ճանապարհ, կառավարության հետ համատեղ սուբվենցիայով են կատարել, կյանքի կոչել նախագիծը։ Այժմ գյուղում կառուցում է դպրոց եւ հիմա արդեն նախագծի փուլի մեջ ենք, որ գյուղի կենտրոնից դեպի դպրոց տանող ճանապարհն է սարքում։ Այս բանի նախագծման մեջ է եւ թիվը կոնկրետ չեմ կարող ասել։ Այս տարի մոտ 700-800 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր կիրականացվի ակներում կառավարության 55, համայնքի 45% համաներդրմամբ, նշում է Գորիսի համայնքապետը։ Իսկ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ այս պահին բնակավայրում նաեւ ջրամբար է կառուցվում, փոխվում են ջրատար խողովակները։ Շատ եմ կարևորում, որովհետև մենք մեր ջրային ռեսուրսները առհասարակ չենք տիրապետում եւ ռեալ չենք օգտագործում այն ինչ նպատակների պետք է ինքը ծառայի եւ այդ երկու ջրամբարների կառուցումից հետո գյուղի բոլոր հողերը բոլորը արդեն կլինեն ջրովի եւ ինձ թվում է դա բավականին մեծ ներդրում է գյուղատնտեսության զարգացման մեջ։ Սև լճին հարակից սահմանին մոտ է գտնվում ակները, որի հիմնախնդիրներից մեկը պատերազմից հետո շարունակում է մնալ արոտավայրերի պակասը։ Համայնքապետարանը որոշակի հատվածներում այդ խնդիրը կարգավորել ենք, օրինակ նույն Որոտան գյուղում խոտի խնդիրը լուծում է համայնքապետարանը միջազգային մեր գործընկերների եւ բարերարների միջոցով։ Առաջիկայում բոլոր սահմանամերձ գյուղերը թեև ակները եւ Վերիշենը սահմանամերձ չեն, բայց նույն այնտեղ նույնպես այդ խնդիրը պետք է լուծենք։ Արուշ Արուշանյանի խոսքով համայնքային ծրագրերը ուղղված են բոլոր բնակավայրերին, կողմ են համաչափ զարգացմանը։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։